Հեռանկար այսօր հյուրընկալել է Պաշտպան հայրենյաց հիմնադրամի ղեկավար պատմաբան Գագիկ Սաֆարյանին, բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ մեզ կրկին հյուրընկալվելու համար։ Ես նմանապես։ Թեմաները շատ են, ամեն ինչ շատ արագ է փոխվում, բայց ես կուզենայի սկսել մեր ներքին քաղաքական խմորումներից, մասնավորապես եկեղեցի պետություն կամ եկեղեցի իշխանություն հարաբերություններից, որոնք ընդհանուր կարծում եմ կարելի արդեն թշնամական բնորոշել եւ ակնհայտ է, որ այդ հարաբերություններում նաեւ քաղաքական խորը արմատներ կան։ Այս վեճի մեջ ըստ ձեզ ով է ճիշտ կամ ով է մեղավոր։ Ճիշտ ու սխալ անգլխից ասեմ, սկզբից ասեմ, ման չգանք, բայց որ վեճը իր անթակույց արմատները ուներ, սկսած 2018 թվականի հեղափոխությունից ամիջապես հետո դա աներկբա է, դա փաստ է։ Ինչ խոսք հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը, հատկապես վերնախավը, ներառյալ նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին վեհափարը շեղվել են հայ եկեղեցու կանոնակարգային բոլոր դրույթներից։ Եվ ոչ միայն շեղվել են, այլ զբաղված են եղել այլանդակություններով, զբաղված են եղել հոգևորականության բարձր դասին ոչ հարիր գործնեությամբ, անբարոյականությամբ եւ ձեռի հետ էլ զբաղված են եղել հոգևոր գործնեությամբ։ Խնդիրը վերաբերում է, խոսքս վերաբերում է ոչ միայն Ամենայն հայոց կաթողիկոսին, այլ նաեւ հոգևոր դասի բազում ներկայացուցիչների, թեմական առաջնորդների, սրբազանների, եպիսկոպոսած դասի բազում ներկայացուցիչների, արքեպիսկոպոսների, վարդապետների, սուրբ հայրերի եւ այլ։ Այլևս չեն խոսում, որ նրանք անթակույց կերպով տասնամյակներ շարունակ եպիսկոպոսած դասի բազում անդամներ զենք են կրել, ման են եկել իրենց սպասարկել են ճոխ մեքենաներ, այդ թվում Բենտլիներ, Ռոլս-Ռոյսեր, Մերսեդեսներ, տարբեր մոդիֆիկացիայի եւ այլն։ Այլևս չենք խոսում, որ ժողովրդից չես կարող հեռու պահել, որ հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի բարձր ներկայացուցիչներ ունեն նաեւ արտամուսնական զավակներ, ունեն ուրեմն ստվերային ընտանիքներ եւ այս բոլորը փաստ է։ Ինքս քանի որ քաջատեղյակ եմ բազում դեպքերի, եթերից չեմ ուզենա հնչեցնել այնպիսի փաստեր, որոնք մեղմ ասած կարող են ասել վարքաբեկիչ նյութեր եմ տարածում կամ վարքաբեկիչ արտահայտություններ եմ անում, բայց սա աներկբա է։ Հայ առաքելական եկեղեցին ունի իր կանոնակարգը, որի հիմքը դրվել է դեռևս մեր թվարկության 4-րդ դարի սկզբներին, եւ որոնք ենթարկվել են ուրեմն բազմաթիվ փոփոխությունների, բազմաթիվ վերախմբագրման եւ ներսեր շնորհալու ժամանակ, եւ ուրեմն Ոսկան Երևանցու ժամանակ, եւ Գևորգ 4-րդ Կոստանդնուպոլսեցու ժամանակ, եւ էլի շատ վեհապարների ժամանակ։ Ասել, որ նախկինում չեն եղել այդպիսի արատավոր երևույթներ, սխալ կլինի։ Նախկինում էլ են եղել։ Ասել, որ հայ առաքելական եկեղեցին նախկինում զբաղված է եղել միայն հոգևոր մշակութային գործունեությամբ, դա եւս չեմ կարող ասել։ Նրանք, ովքեր տեղյակ են հայ առաքելական եկեղեցու պատմությանը, բոլորս գիտենք, որ հայ առաքելական եկեղեցու շատ առաջնորդներ նրանց ջանքերով, նրանց եռանդով մեր ժողովրդի մշակութային բազում արժեքներ, օրինակ Սաղմոսների, Շարականների, չգիտեմ շատ հոգևոր ուրեմն գրականության շատ երգեր եւ այլը դրանք պատկանել է մեր հասարակ ժողովրդին։ Ես այլ բան պիտի ասեմ, խնդրում եմ մեկ նախադասություն ասեմ, ընդամենը հայ առաքելական եկեղեցու շատ սուրբեր, շատ ուրեմն առաջնորդներ նաեւ ունեցել են այդպիսի գործունեություն մեղմ եմ ասում, հակած սքեմ, հակած փիլոն կատարել են օտար երկրների հատուկ ծառայությունների պատվերներ։ Բոլոր, քանի որ ես պատմաբան եմ եւ հայ առաքելական եկեղեցու պատմությունը գիտեմ ոչ պակաս քան հենց իրենք Ամենայն հայոց կաթողիկոսները, նաեւ մեր կաթողիկոսների մեջ նաեւ աշխարհիկ մարդիկ են եղել, ես ասեմ, մենք ունեցել ենք աշխարհիկ կաթողիկոսներ, բայց 1863 թվականին Թուրքիայում, Ստամբուլում, Կոստանդնուպոլսում ընդունված արևմտահայերի ազգային սահմանադրությունը կանոնակարգել է հայ առաքելական եկեղեցու հարաբերությունների պետության հետ։ Երբ որ ընտրվում էր Պոլսով հայոց պատրիարքը, նա անմիջապես գնում էր հաստատման կամ Ստամբուլի քաղաքապետի կողմից, այնուհետև
Թուրքիայի ոստիկանապետի կողմից։ Ես հասկանում եմ, պարոն Սաֆարյան, տեսեք, հայ-ռաքելական եկեղեցու նորընտիր առաջնորդը անպայման գնում հաստատվում էր Կովկասի փոխարքայի կողմից, որին նշանակում էր Ռուսաց ցարը։ Այն ամենը ինչի մասին դուք խոսում եք, դրա մասին նոր չէ որ խոսվում։ Այդ քննադատությունները ուղղված եկեղեցուն տարիներ առաջ մենք եւս լսել ենք։ Հիմա շատերը հասարակության մեջ կիսում են ձեր կարծիքը, բայց մեղադրում են վարչապետին ոչ թե այդ քննադատության համար, այլ բառապաշարի, այսինքն այն բառերը, այն բառամթերքը, որը օգտագործվեց, Ինչ խոր ձևաչափ ընդունելի չի, վարչապետը ունենալով անսահմանափակ հնարավորություններ, նախորդ նախագահի կարած կոստյումով նստելով կառավարության աթոռին, նա իր հնարավորությունները կամ իր լիազորությունները գերազանցում է։ Առաջի հերթին պահվածքի, խոսույթի, բարեկիրթ վարվեցողության առումով։ Եվ ես առաջ անցնելով ասեմ, որ 2026 թվականին համապետական ընտրություններում մենք պիտի կարենք կառավարության ղեկավարի համար այնպիսի կոստյում, մենք պիտի ունենանք այնպիսի հագուստ, որ ոչ մի վարչապետ չկարողանա դուրս գա այդ ուրեմն կանոնակարգից, ոչ մի վարչապետ չկարողանա, ոչ ամեն մի վարչապետ իր տված խոստումների գերին լինի կատարելու համար։ Խոսույթը չեմ ընդունում, շատ վիրավորական է, անգամ եթե դա տեղին է հնչում հոգևոր դասի որոշ ներկայացուցիչների հանդեպ, ես կարող եմ առաջարկել, որ ներկա պայմաններում, քանի որ այս հակասությունը դուք անվանեցիք թշնամանք, կարծեմ, հա, ես անվանեմ ահագնացող վտանգ, մեր երկիրը քայքայող, քանի որ ոչ թե գտնում ենք ուրեմն վիհի եզրին, այլ գտնում ենք անդունդի մեջ, ես գտնում եմ, որ եւ հայ առաքելական եկեղեցու շատ ներկայացուցիչներ, այնպես էլ կառավարության շատ անդամներ կամ կառավարությանը մոտ կանգնած շատ անձնավորություններ պետք է հորդորեն ինչպես վարչապետին, այնպես էլ մայր աթոռի ղեկավարությանը, որպեսզի գտնեն ոսկե միջինը, ինչպես են ասում, golden middle-ը։ Այդ բանը պիտի անպայման գտնեն, առանց դրա հակասությունը ավելի է խորանալու, որովհետև ինչքան էլ մենք ասենք հայ առաքելական եկեղեցին դա հոգևոր դասը չի միայն, դա կղերականությունը չի միայն, դա սրբազանը չի, դա եպիսկոպոսը չի, դա կաթողիկոսը չի, սակայն բոլորս գիտենք, որ հոգևոր դասը ինչպիսի մեծ ազդեցություն ունի ոչ միայն հայ առաքելական եկեղեցու ծառայողների շրջանում, այլ նաև հավատացյալ հայ ժողովրդի շրջանում։ Սա փաստ է, որից մենք չենք կարող ոչ խուսափել, ոչ էլ ուրեմն աշկատող անել։ Դուք էլ բառապաշարը չընդունեցիք, բայց ես ասեմ, որ նույնիսկ մարդիկ կան, ովքեր բառապաշարն էլ ընդունեցին եւ ինչ օրինակ բերեցին, հիշում եք մոտ 2 ամիս առաջ Դոնալդ Թրամփը աշխարհի գերտերություններից չգիտեմ, գերտերության ղեկավարը ելույթներից մեկի ժամանակ ասում էր, որ այլ երկրների ներկայացուցիչները իր համապատասխան տեղը պետք է համբուրեն, որ մենք առևտրային պայմանագիր կնքենք այդ երկրների հետ եւ օրինակի են բերում, եթե Դոնալդ Թրամփը իրեն թույլ է տալիս նո այդպիսի բառերով։ Մի հանճարեղ դասական ձևակերպում կա, երբ որ մահանում է Միացյալ Նահանգների 4 անգամ ընտրված նախագահ Ռուզվելտը եւ Ռուզվելտի շնորհիվ է, որ հիտլերյան Գերմանիան չի հարձակվել Միացյալ Թագավորության վրա, մեծ Բրիտանիայի վրա, եւ երբ որ Չերչիլին ասում են մենք պետք է պատշաճ մակարդակով նրա հոգեհանգստին, հողարկավորությանը, այնուհետև նրա նշանակությունը մեծ Բրիտանիայի վտանգներով լեցուն ժամանակահատվածում կողքը կանգնելու պատշաճ մակարդակով պետք է ուղևորենք, ճամփա դնենք դեպի երկնային կյանք, Չերչիլը պատասխանեց, ասեց հասկացեք ինձ, ես պատրաստ եմ համբուրելու նրա այտերը, բայց ինձ ճիշտ հասկացեք, ընդամենը երկուսը։ Այդպիսի խոսույթ կա, բայց մենք ինչու ենք հեռու գնում, Արտակ ջան, մենք ինչու ենք հեռու գնում։ Թրամփը իմ համար մեծ հաշվով, ինչպես ասում են, benchmark չի, նշանաբան չի։ Իհարկե, ես հարգում եմ ամերիկյան համակարգի, ամերիկյան վարչակազմի, ամերիկյան պետականության կառույցները, ինստիտուտները, բայց ասել, որ ես պիտի նրանով առաջնորդեմ, դա այդպես չի։ Ինքն էլ կարող է շատ բան ասել սայթաքելով եւ զգացմունքի տակ կարող է ասել դա, բայց ասելիք է նայել, որ սա բացառություն չէ, փաստորեն։ Արտակ ջան, մեր ազգային ժողովում 20 թվականին բաց կերպով Սասուն Միքայելյանը հարձակվեց Էդմոնդ Մարուկյանի վրա։ Այնպես չի, որ մեկն ու մեկի իմաշկից լույսն են։
եւ նա մանդատը վայր չդրեց, չընթարկվեց պարսավանքի գոնե հասարակական, գոնե իրենց կուսակցության կողմից։ Արսեն Թորոսյանը ազգային ժողովի ամբիոնից ամենակեղտոտ նզովյալ բարերով դիմեց իրենց թուրք վանկարկողներին։ Ազգային ժողովի նախագահին մեկը դավաճան անվանելով բռնեցին եւ նա երեսին թքեց։ Գիտեք ինչ, պետությունը չունի բաժիշ ֆունկցիա։ Մեր օրենսդրությամբ չի նախատեսված մարդուն վարկաբեկելու համար, բռնարար գործադրելու համար, կա չէ իրավական զանազան ճանապարհներ։ Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ասես դուք լրտեսներ եք, ընդդիմությանը շպիոններ եք, եթե դուք գիտեք, որ նրանք շպիոններ են, նրանք ինչ գործ ունեն ազգային ժողովում, ասես որ դուք համբալներ եք, համբալները, այո, եթե թալանել են, եթե սա է, եթե նա իմիջիալոց ես պիտի ասեմ, որ համբալներից անմասն չի նաև ներկա կառավարության շատ անդամներ, 18-25 թվականի կառավարության շատ անդամներ, եթե ասում են դուք պիտի լինեք ԱԱԾ-ի պատվալներում, ուրեն այդ հոդվածները ինչու չեն թափանցիկ աշխատում։ Վերջին 7 ամիսների ընթացքում բոլորս գիտենք մեր կառավարության կազմում ինչպիսի ուժային նախարարներ կամ ներկայացուցիչներ հրաժարական տվե։ Կառավարությունը որդեգրել է ոչ միայն Սերժ Սարգսյանի կոստյումը, հանձինս ղեկավարի, այլ որդեգրել է հին արատավոր ուրեմն իներցիայով գնացող մեղմ ասած արատավոր ավանդույթները կառավարության փոփոխության հետ կապված։ Ինչ խոս ես չեմ ընդունում եկեղեցու եւ կառավարության փոխադարձ հրաձգությունը, փոխադարձ հրետակոծությունը այսպիսի մակարդակում, այսպիսի հարթության վրա եւ ես ասում եմ, որ պիտի երկու կողմերից նստեն ընդհանուր սեղանի շուրջը իշահ մեր ժողովրդի։ Մեր ժողովուրդը շատ ռեսուրսներ չունի խաղաղության եւ անվտանգ պայմաններում ապրելու։ Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան դեռևս մութ է մնում, մենք ունենք ընդամենը երկու ճանապարհ՝ համազգային համախմբվածության, ինչու՞ չէ նաեւ եկեղեցու հետ մեկտեղ, Սփյուռքի հետ մեկտեղ եւ առաջի հերթին բանակի մարտունակության եւ տեխնիկական վերազինության օրեցօր աճող, օրեցօր որակական նոր աստիճանի հասնելու ճանապարհով։ Այլ ճանապարհ չկա, այլ ճանապարհ դա կլինի, ներողություն եմ խնդրում, դա կլինի երազախաբություն։ Պարոն Սաֆարյան, այս ամենը տեղի ունենում նաև այս նախընտրական շրջանի տրամաբանության մեջ եւ դրա համար է նաև լրացուցիչ այսպես սերացում ստանում։ Մյուս կողմից հասունանում է վարչապետի հանդեպ իմպիչմենտի գործընթացը։ Այն ըստ ձեզ ունի իրական հիմքեր։ Վարչապետի գետնի վրա վարչապետի հանդեպ իմպիչմենտի գործընթաց սկսելը եւ հաջողության հասնելը այն գլխից, ինչպես ասում են, non-starter deal, ինչ անհաջող գործարք է, չէ՞, մեկնարկային արդեն անհաջողություն է, բայց վարչապետը ես կիսատ թողեցի, եթե քննադատում է կամ ասում է զբաղված է եկեղեցու վերնախավը այսպիսի գործերով, այնպես չի, որ մեր եկեղեցին ինչքան էլ մեր հայոց բարձրագույն հոգևոր հովիվ ունենա անձեռնմխելիության աստիճան, այնպես չի, որ նա պիտի օրենքից դուրս լինի, այնպես չի, որ նա պիտի լինի sacred cow, այդպիսի բան լինել չի կարող, բայց մենք բոլորս գիտենք, որ եկեղեցու շատ տերեր, այդ թվում Գարեգին վեհափառը եւ բազում սրբազաններ զբաղված են հակապետական գործունեությամբ։ Ամենահասարակ բանը, ես եկել եմ ձեր հյուրընկալվել եմ հենց ձեր մոտ, ես ասել եմ, երբ որ շարժումը, Տավշո փրկության շարժումը հասավ Երևան, ես ասել եմ, սա իշխանապողության պահանջ է դնելու։ Եվ օր առաջ մեր ռելաշիստ նախագահները բազմաթիվ պաշտոնյաներ, կաշառակերներ, անբարոյականներ, այլասերվածներ լծվել էին Բագրատ Սրբազանի շարժմանը, որ քանզի նրան փիլոնազոր կանելու եւ կարգալույց անելու եկեղեցին կանգնեց հոգեոր դասի վերին աստիճանով կանգնեց Բագրատ Սրբազանի կողմը եւ այդ պահին կառավարության ղեկավարը պիտի պահանջեր կարգալույց անել, եթե ոչ նա կաթողիկոսին պիտի հրճակեր օրենքից դուրս, որովհետեւ մեր եկեղեցին արտահայտում է մեր ռևանշիստ նախորդ ղեկավարների կամքը եւ նրանց նպատակները եւ բոլորս գիտենք այլ խոսք է որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ներկայումս իրեն տիրապետել, քանի որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գնալով իր գաղափարախոսական սկզբունքներից, հռչակած սկզբունքներից ոչ միայն նահանջել է, այլևս անհարիր են դրանք, չեն աղերս չունեն նրանք։ Այսինքն իմպիչմենտի պահանջը այսինքն իրական հիմքեր ունի։ Անդիմության այդ դեմքով եւ այդ տեսքով
եւ այդ արժեհամակարգով ներկայացուցիչների առաջ գնալ չեն կարող։ Impeachment-ի պահանջը եթե ունենա իրավական հիմքեր, ես դա չեմ ընդունում, ասեմ ինչու համար, որովհետեւ impeachment-ի հիմքում ընկած է մեր նախորդ ռևանշիստ, վրեժխնդիր պետական այրերի, չեմ զլանում ասել անուններ չտամ, նախագահների կեցվածքը, որ օր առաջ քնում վեր են կենում, տեսնում են օրինական կերպով ընտրված իշխանությանը գահանքեց արված, որը որ նրանց չի հաջողի։ Ինչ խոսք, մենք ունենք լուրջ խնդիրներ կապված արտաքին քաղաքականության հետ, կապված սահմանազատման եւ սահմանագծման հետ, կապված Արցախի ժողովրդի ինքնորոշման հետ, կապված Արցախի հանրապետության ուրեմն կարգավիճակի հետ, որ խոստացավ կառավարության ղեկավարը 2021 թվականի հունիսի 20-ի համապետական ընտրությունների նախօրյակին։ Տեսեք, հասարակ բան է, չէ՞, մեր կառավարության շատ այրեր եւ մեր ազգային ժողովի ամենաբարձրաստիճան падգամավորները խուսափում են Արցախի հանրապետություն օգտագործելուց, խուսափում են Արցախ օգտագործելուց, խուսափում են արցախցի օգտագործելուց։ Ես երբեք չեմ զլանում ինձ ասելու Արցախցի եւ Լեռնային Ղարաբաղ բառը չեմ օգտագործում։ Իսկ ով պիտի ինձ ասի հայրենասիրության չափը ով է որոշում։ Լեռնային Ղարաբաղը եւ Արցախը բռնաբարել են նաեւ Արցախի նախագահները, երբ որ նրանց ժամկետը համանդրական ժամկետը 2 անգամ լրացել է եւ նրանք Արցախին վերաբերվել են, Արցախի հանրապետությանը վերաբերվել են որպես Բոստանի, որպես Բախճայի, իրենց օժտել է 3 ամյա եւ հասել են դրան։ Ես չեմ ուզում մեր ժամանակ սպառվում է, բայց մենք սպառեցինք մի թեմայի շրջանակներում խոսելուքի շատ ավելին էր։ Ես կուզենայի նաեւ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի վերջին զարգացումներին հասնենք, կարճանալ այդ Սարդոստայն օպերացիային, սա հարված էր ոչ միայն ռուսական զինանոցին, այլ ուղղակի նաև հեղինակությանը։ Ես չեմ ուզում հիմա այդ ռազմական գործողությունը վերլուծենք։ Հայաստանի համար շահեկան է այս պատերազմի շարունակությունը, որովհետև այդպես կարծիքները գերիշխող են։ Գիտեք, կայուն խաղաղությունը, ռուս-ուկրաինական պատերազմի մասին։ Կայուն խաղաղությունը ամենաթույլ պատերազմից էլ գերադասելի է։ Ես երբ որ սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմը, ես ասել եմ իմ ընկերների շրջապատում, ասել եմ, որ Ռուսաստանը չի կարողանալու դիմադրի։ Տեսեք, Արտակ ջան, մենք չենք կարող ասել, որ Ռուսաստանը չունի լավ տեխնիկա, Ռուսաստանը չունի լավ ավտոմեքենաներ, Ռուսաստանը չունի լավ գիտություն, բայց Ռուսաստանը ունի լավ զենք։ Ոչ, Ռուսաստանի ատոմային զենքը բոլորս գիտենք, որ դա գողացված է։ Բոլորս գիտենք ինչ ճանապարհով է գողացվել բերել Ռուսաստան, եւ Ռուսաստանը արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է կասնային դիվանագիտությամբ եւ ատոմային կամ ջերմամիջուկային զենքի սպառնալիքներով։ Այնպես որ Ռուսաստանը դեռևս չի իմանում իրեն ինչ է սպասում։ Եվ սա շարունակվելու է, այս Սարդոստան օպերացիան, եթե ես չասեմ ողջունելի է, ապա դա սպասվելի է եւ այլ օպերացիաներ ալնելու։ Միգուցե Ռուսաստանի հատուկ ծառայությունները կանխորոշված են կամ զգուշացված են, բայց ես իրենց բացեիբաց ասում են, ճանաչելով ռուսական մենթալիտետը, ռուսական քաղաքակրթությունը, ռուսական արժեհամակարգը եւ ներկայումս ճանաչելով Եվրոպային, եվրոպական արժեհամակարգը եւ Միացյալ Նահանգների մոտեցումը աշխարհակաղակական նոր բևեռների ձևավորման եւ աշխարհում կայուն խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչակազմի տեսլականին հստակ կերպով ասում են, որ Ռուսաստանին դեռևս սպասում են ցավոտ օրեր, շատ ցավոտ օրեր։ Պարոն Սաֆարյան, արդեն ավարտում ենք, փորձեք կես րոպեի սահմաններում կարճ խոսենք նաև հայ-ադրբեջանական այդ զարգացումներից ու ինֆորմացիա կա, որ դիվանագիտական խողովակներով շփումներ կա, նաև փորձագիտական շրջանակներից տեղեկություն կա, որ Միացյալ Նահանգները գաղտնի բանակցում է թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ձեր տեսակետը այդ։ Իմ մոտեցումը ռուսական տիրույթում, ռուսական հարթության մեջ 3+3 ձևաչափ կլինի, Մոսկվա կլինի, Թուրքիա, Ռուսաստան կլինի, ցանկացած բանակցություն հայ-ադրբեջանական այն գլխից ձախողված է։ Հայաստանին սպասվում է ռուսական ճակատագիրը բացառվում է։ Արցախայության ճակատագիրը, որովհետև ունենալ կեղծ խաղաղապահներ, այնուհետև ասել, որ մենք իզորու չենք, եւ նաեւ ես դատապարտում եմ Հայաստանի նախորդ եւ ներկա կառավարություններին
սխալ կառավարման բանակի արդյունքում մենք կորցրեցինք Արցախը։ Ինչ վերաբերում է նոր ձևաչափով Միացյալ Նահանգների, Եվրոմիության տարբեր կառույցների դիվանագիտական տարբեր խողովակներով, դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության տարբեր հարթակներում բանակցությունների միտվածությանը դեպի խաղաղության պայմանագրի հաստատմանը ես ողջունում եմ, որովհետև միակ հարթակը, որտեղ կարելի է ակնկալել անաչառ մոտեցում, անգամ նաև լեզուս չորանա, ասեմ, այս 150-240 քառակուսի կիլոմետր, որ առայժմ գտնվում է թշնամու ռազմական ուժերի մշտական վերահսկողության ներքո, անգամ այս պայմաններում մենք պիտի գնանք խաղաղության, բայց միջազգային գործիքակազմի, զսպումների եւ հակակշիռների ազդեցության ներքո այլ պարագայում մեզ սպասում է ուրեմն Արցախահայության ճակատագիր, այլ պարագայում մեզ սպասում է մեր հայրենիքի ներկայիս գոյությունն է հայրենիքի ամբողջովին հայաթափում, որը որ մենք ականատես եղանք 2 տարի առաջ այն ինչ որ կատարվեց Արցախում։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, այսքան հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր պատմաբան Գագիկ Սաֆարյանը։